Սերկևիլը դարեր շարունակ աճեցվել է Մերձավոր Արևելքում, Կովկասում և միջերկրական տարածաշրջանում։ Հին հույները սերկևիլին համարում էին սիրո և պտղաբերության խորհրդանիշ։ Նրանք այն նվիրում էին նորապսակներին որպես երջանկության նշան։ Սերկևիլը հայտնի է իր յուրահատուկ բուրմունքով և բուժիչ հատկություններով։ Պատկանում է վարդազգիների ընտանիքին և մտերիմ կապ ունի խնձորի և տանձի հետ։ Սերկևիլի ծառը միջին բարձրության է, սովորաբար հասնում է 4-ից 6 մետրի։ Այն ունի ճյուղառատ և խիտ պսակ, որը գեղեցիկ տեսք է տալիս այգիներին։ Ծառի տերևները խոշոր են, մուգ կանաչ և թեթևակի փայլուն։ Սերկևիլը ծաղկում է գարնանը, մեծ և նուրբ վարդակաթին ծաղիկներով։ Այդ ծաղիկները ունեն մեղմ բույր և հաճախ գրավում են մեղուներին։ Սերկևիլը սիրում է խոնավ և արևոտ կլիմա, սակայն դիմանում է նաև ցուրտ ձմեռներին։ Այն զգայուն է ցրտահարության նկատմամբ ծաղկման շրջանում։ Սերկևիլը աճում է տափաստանային անտառների եզրերին, բացատներում, գետերի ափերին, լեռների ինչպես ստորին, այնպես էլ վերին լանջերին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1400 մետր։ Գերադասում է խորը փխրուն, պարարտ և խոնավ հողեր։ Հանդիպում է նաև ավազոտ հողերում, կարմրահողերում, սևահողերում, ինչպես նաև ճահճային տարածքներում։ Կովկասում աճում է չոր հողում, կաղնու, սոճու, ալոճենու, վայրի վարդի հետ միասին։ Հաճախ նաև հանդիպում է գերճահճային տարածքներում։ Երկար ժամանակ կարող է գոյատևել խոնավության բացակայության պայմաններում, նաև առանց ոռոգման։ Այնուհանդերձ կարող է լինել և հակառակը՝ դիմանալ ուժեղ խոնավությանը։ Սերկևիլը առավել պտղատու է կավահողերում։ Միևնույն ժամանակ, չոր հողերում պտուղները փոքր են և չոր, իսկ խոնավ հողերում առավել հյութալի են։ Սերկևիլի պտուղները պինդ են, ոսկեգույն են և ծածկված են թավոտ մակերեսով։ Հասուն սերկևիլը ունի պայծառ դեղին երանգ։ Շատերը սերկևիլը չեն սիրում ուտել հում վիճակում, քանի որ պտուղը խիստ թթվոտ է։ Սակայն հենց այդ պնդությունն է ստիպում սերկևիլին երկար պահպանվել։ Սերկևիլը հատկապես հայտնի է իր անուշաբույր հոտով, որը տարածվում է ամբողջ տան մեջ։ Սերկևիլի հոտը կարող է վանել որոշ վնասատուներին և թարմացնել օդը։ Պտղի ներսում կան խոշոր սերմեր, որոնք երբեմն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։ Սերկևիլի սերմերը ունեն լորձանման հատկություն՝ հպվելով ջրին։ Այդ լորձը կիրառվում է կոկորդի ցավը մեղմելու կամ հազը թեթևացնելու համար։ Սակայն չի թույլատրվում սերմերը ծամել, քանի որ դրանք պարունակում են վնասակար նյութեր։ Սերկևիլը ունի բարձր սննդային արժեք։ Այն հարուստ է վիտամին C-ով։ Պարունակում է մանրաթելեր, օրգանական թթուներ և հակաօքսիդանտներ։ Բարենպաստ է անդրադառնում մարսողական համակարգի վրա։ Նպաստում է աղիների բնական աշխատանքին։ Աջակցում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությանը։ Նաև շատ օգտակար է լյարդի համար։ Ամրացնում է իմունային համակարգը։ Կարող է նվազեցնել բորբոքումները օրգանիզմում։ Ժողովրդական բժշկության մեջ սերկևիլը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով։ Պտղի խյուսը հաճախ կիրառվում է աղեստամոքսային խնդիրների դեպքում։ Հյութը կարող է օգտակար լինել նևրոզների ժամանակ։ Պտուղը ունի հանգստացնող ազդեցություն։ Սերկևիլի տերևները կիրառվել են որպես թեյ սթրեսը նվազեցնելու համար։ Սերկևիլից պատրաստում են բազմազան ուտեստներ և քաղցրեղեն։ Ամենահայտնի ուտեստներից մեկը սերկևիլի մուրաբան է։ Այն ունի թանձր ոսկեգույն գույն և բացառիկ բուրմունք։ Պատրաստում են նաև կոմպոտ։ Սերկևիլը հիանալի լրացնում է մսային ուտեստներին։ Պտղի բույրը հաճախ օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։ Սերկևիլի ծառը բավական դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ, սակայն այն կարող է տուժել բորբոսային հիվանդություններից։ Ճիշտ խնամքը օգնում է կանխել վնասվածքները։
Այս ծառը նախընտրում է լավ դրենաժով հող, չի սիրում ջրի կուտակում արմատների մոտ։ Ծառի պտղաբերությունը սկսվում է սովորաբար ծառի 3-ից 4 տարեկանում։ Կարող է պտուղ տալ տասնյակ տարիներ շարունակ։ Լավ խնամքի դեպքում սերկևիլի բերքը բավական առատ է։ Պտուղները պահում են իրենց բույրը նույնիսկ երկար պահեստավորումից հետո։ Պահեստավորման ընթացքում սերկևիլը դառնում է ավելի փափուկ։ Սերկևիլի ծառի ծաղկումը առանձնապես գրավիչ է գարնանը։ Շատ այգեպաններ սերկևիլ են տնկում իր գեղեցիկ տեսքի համար։ Մինչ օրս կարևոր դեր ունի հայկական տնային տնտեսություններում։ Հայերը սերկևիլից պատրաստում են ավանդական գաթաներ և մուրաբաներ։ Հայկական խոհանոցում այն համարվում է աշնան խորհրդանիշներից մեկը։ Շատ ընտանիքներ սերկևիլը պահում են որպես ձմռան ուտեստ։ Սերկևիլի գույնը հաճախ կապում են արևի և ջերմության հետ։ Պտուղը շատ լավ համադրվում է մեղրի և ընկույզի հետ։ Այն կարող է կիրառվել ինչպես աղանդերներում, այնպես էլ աղային ուտեստներում։ Սերկևիլը նաև հարմար է թթու դնելու համար։ Սերկևիլի խյուսը խորհուրդ է տրվում երեխաների համար չափավոր քանակությամբ։ Այն լավ է ամրապնդում օրգանիզմը։ Օգտագործվում է նաև դեղաբույսերի արտադրությունում։ Նրա էքստրակտները կիրառվում են մաշկի խնամքի միջոցների մեջ։ Քսուկներում ունի հակաբորբոքային ազդեցություն։ Պտուղը հարուստ է կալիումով։ Կալիումը նպաստում է սրտի առողջ աշխատանքին։ Այս պտուղը բարելավում է արյունատար համակարգի գործունեությունը, օգնում է նվազեցնել արյան ճնշումը, կարող է կրճատել օրգանիզմի օքսիդատիվ սթրեսը։ Հակաօքսիդանտները պայքարում են ազատ ռադիկալների դեմ։ Կարող է նպաստել մաշկի գեղեցկությանը։ Ճիշտ սննդակարգում այն օգնում է պահպանել երիտասարդ տեսքը։ Սերկևիլից պատրաստվող թթվահամ ըմպելիքները կարող են ձմռանը շատ օգտակար լինել։ Նաև վերականգնող ազդեցություն ունի հիվանդություններից հետո։ Համարվում է բնական տոնուսավորող միջոց։ Կարող է բարձրացնել մարմնի ուժը և դիմադրողականությունը։ Հասուն պտուղները պարունակում են շաքար, պրոտոպեկտին, եթերային յուղեր, օրգանական թթուներ։ Պտուղների կեղևում հայտնաբերվել են էթիլենային և պերարգոնային եթերներ, որոնք պտուղներին տալիս են յուրահատուկ հոտ։ Պտուղներից պատրաստված հյութը պարունակում է խնձորաթթու, շաքար և ակացիա։ Բուժական պրակտիկայում օգտագործում են պտուղները, սերմերը և տերևները։ Պտուղները հավաքում են հասած, միջուկը ուղարկում են հետագա մշակման, իսկ սերմերը չորացնում են 40-ից 50 աստիճան ջերմաստիճանում։ Տերևները հավաքում են հունիս-հուլիս ամիսներին, որից հետո չորացնում են ջերմոցներում։ Սերմերը և տերևները պահում են լավ փակված տարաներում 1 տարի ժամկետով։ Սերկևիլից դեղորայքները օգտագործում են որպես տոնիկ։ Սերկևիլի սերմերը և պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Որպես միզամուղ միջոց այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթևացնելու համար։ Իսկ սերմերից պատրաստած թեյը մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար։ Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։ Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ, լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։ Կանաչապատման նպատակներով օգտագործում են խմբերով, ծառուղիների համար և այլն։ Աղիները մաքրող։ Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ։ Երկուսը մեկի հարաբերակցությամբ։ Տաքացրեք թույլ կրակի վրա, կերեք մեկական ճաշի գդալ օրը 3 անգամ։ Լեղամուղ միջոց։ Մանրացրեք պտուղը, 15 րոպե թրմեք 200 մլ եղջերում, խմեք 100 մլ օրը 2 անգամ։ Նպաստում է լեղու գոյացմանը և արտազատմանը, ունի նիհարեցնող հատկություն։ Օրգանիզմը մաքրող վիտամինային խառնուրդ։ Բլենդերի մեջ խառնեք 1 սերկևիլ, կես տանձ և դեղց։
ավելացրեք 50 մլ եռացրած ջուր։ Լյարդի հիվանդությունների դեպքում եփեք 1 միջին սերկևիլի պտղամիսը, այնուհետև տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում։ Ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։ Պտղի կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։ Մարսողությունը լավացնող 100 գրամ պտղամսին առանց սերմերի ավելացրեք 800 մլ զտված ջուր։ Դրեք կրակի վրա։ 5 րոպե եռացրեք, 1 ժամ թրմեք։ Խմեք 200 մլ օրը 3-ից 4 անգամ։ Ստամոքսաբորբի դեպքում փոշիացրեք սերկևիլի չորացրած տերևը, 1 ճաշի գդալ փոշին լուծեք 200 մլ տաք ջրում։ 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռացրած ջրով։ Խմեք 2 ճաշի գդալ օրը 3-ից 4 անգամ ուտելուց առաջ։